Անգամ էլի չեք ռամիկները իրենց թորներին պատմելու են։ Էսա իրանց կյանքի ամենագլխավոր դրվագը։ Որ իրանք մտել են շքեղ տուն, իրանց բախտ է ընձեռնվել տեսնել շքեղություն, իրանց բախտ է ընձեռնվել Ծառուկյանին կպնել ու նենց պատնոշկա տվի պարկսրի էսա լինելու իրանց կյանքի։ Բայց պատնոշկա բառով տենց է չէ, են էլ չկա, ուժել չունեն։ 10 հոգով ուժել չունեն, 10 հոգով փորձում են, չեք անում։ Հետևից ոդկին է խփում, հետևից ոդկին է շակալի նման, սենց ոդկի խփում որ կարողանա։ Մուկը գիտեք ոնց է արդյունքին տապալում։ Սենց տակից մտնում է ու ոդկի այդ սուխաժիլաները կրծում է։ Հա, նույնն։ Ու մենակ այդ ձևով նա կարա ծնկի բերի փղին։ Սա նույնն է, սա ինձ հեշացրեց, երբ որ 1917 թվականին մատրոսները, այդ պատկերացնում ես, ռամիկները մտնում էին զիմնի։ Այս նույն պատկերն է, որ ինքը իր գեղից հելած, ասում թերիքից անուշ բան հոտ չքաշած, մեկ էլ սենց բան է իր կյանքում տեղի ունենում։ Հետո եկել է մամային կնգաները, խեքին պատմել աղբերս դրա պատի նկարները, դրա այդ ես չգիտեմ ոսկեզոծ եսի մնչերի կյանքում տենց բան չի տեսել։ Ասում է ոսկի է երևի սա է։ Ապե ոսկի, հա ոսկի է։ Չգիտեմ ինչ օր։ Այդ մարդը կյանքում չի եղել պետպաշտոնյա։ Հենց որ ձեր ջեբից չի գողացել։ Այդ մարդը երբեք բյուջեից չի սնվել, պետական ծրագրեր չի իրականացրել։ Ինքը ունեցել է իր բիզնեսը, ինքը հակառակը հովանավորել է սպորտը, հովանավորել է կրթությունը, հովանավորել է բուժօգնությունը։ Հատկապես հիմա զդաչին էլ այն փողը, որը չի բերել ձեր երեխեքի բողազը չի մտցրել, ոսկի ունիտազա պատվիրել, նստում է այդ ոսկի ունիտազի վրա, ձեր ինչ գործ։ Դուք ինձ պատմեք, Նիկոլ Փաշինյանը ոնց այդ փնթի բոմժից, հիմա անճաշակ, բայց թանկանոց կոստյումներ է հագնում իմ ու քո հաշվին։ Ու մարդը դա ասում է անթաքույց, որ բյուջեից է ինքը այդ իր լուքերը ֆինանսավորում։ Ես դաժե ձեզ կհիշացնեմ, երբ որ մի հատ ինչ-որ այդ Նիկոլա Մերց հերթական ժուրնալիստի սկսում է ինտերվյու տալ իր կաբինետում, այդ աղջիկը հարցնում է բանը, ինչ եք բյուջեից այդքան պարգևավճարներ հատկացնում ձեր մերձավորներին, ասաց ես իմ կոստյումը բա ինչ փողով պետք է առնեմ։ Հասկացաք, մարդը տառացիորեն ասում է, որ ես այդ փողը դուս եմ գրում, որ քամակից շալվար ձգեմ, որտեվ չունեմ։ Ու հիմա հարց։ Դες Նիկոլ Փաշինյանն է ձեր հաշվին հագնվող ու կստացի վատ հագնվող, որտեվ դրա ինչ հագնվել է, ինչ չհագնվել է հավասարաչափ խայտառակություն է։ Դե Ծառուկյանը, որը սաղ կյանք աշխատել է, կապ չունի դուք ոնց եք վերաբերվում Ծառուկյանին, սիրում եք, չեք սիրում, հարգում եք, չեք հարգում, հիանում եք, թե ծաղրում եք իր ճաշակի վրա, իր արտաքինի վրա, հարցը դա չի։ Հարցն է, որ այս մարդը ձեռը կես անգամ չի մտցրել պետական բյուջեի գրպանը։ Ու ավելին, ինչ բոլոր հնարավորությունների սահմաններում բյուջե փող ա լցրել, հարկերի տեսքով, ֆինանսավորումների տեսքով, տարբեր նախագծերի կրկնում եմ սպորտը ամբողջությամբ չէ իհարկե, որոշակի մարտատեսակները, մարդը իր գրպանից հովանավորում էր։ Ինձ կպատմեք Նիկոլ Փաշինյանը եւ նրա մերձավոր բոմժերը իրանց գրպանից քանի դրամ են հանել ու հատկացրել ինչ որ խնդրի լուծման։
Ես իմ չունե որ դպրոցականի սեպտեմբերի 1 են պատրաստել հիվանդ երեխայի ասա անունը վիրահատություն են կազմակերպել ինչ ու սա խոսում է կրկնում եմ ոչ թե Ծառուկյանի նվաստ լինելու մասին Սա խոսում է Նիկոլ Փաշինյանի աբիժնիկ լինելու մասին։ Այսինքն չստացավ Նիկոլը ինչ որ ուզում էր ստանալ Արմինը, որ ստացել է ճիշտ հակառակը, որովհետև այդ նողկանքը, որը իր նկատմամբ, էլ ավելի ամրապնդվել է, որովհետև դու չես կարողանում հարց լուծել ոչ որպես տղամարդ, ոչ որպես անձ, ոչ որպես օրինապաշտ քաղաքացի եւ առավել եւս ոչ որպես վարչապետ Արծվաշենը հետո ասել է որ Արծվաշենը մենք ենք հրաժարվել Արծվաշենից որովհետեւ չեն կարող դեղ ապրել լոգիստիկայի առումով Արծվաշենը մեզ համար անհասանելի է դիմացի ինչա տալու դրա ամեն ինչա ժողովուրդ մոռացեք ամեն ինչա տալու մենք հիմա կարանք նստենք հիմա կետ առ կետ թվարկենք էս կտա ամեն ինչ Ալիևը մատը դրեց քարտեզի վրա տալու է ընդհուպ Սևանը հիշեք խոսքերս Սևանի կեսը այսինքն Գեղարքունիքի մարզի կեսը ինքը տալու է Ադրբեջանին, որ Ադրբեջանը Սևանի դոստուպ ունենա ու Սևանը լինելու է սահմանամերձ լիճ։ Թող դիլիջանցի բանը ջերմուկի ժողովուրդն որ ասեցիր, ես էլ հիշեցի, թող ջերմուկցիները ինձ էլ հիշեք էլի 2020 թվին, հիշում եք պատերազմից հետո, ասեցի բերելու այս բարձունքները, ասեցին, ես չեք դուրս տալիս տեղ, գնացեք բոլոր Նիկոլական էին։ Ասի լավ ես կգնամ 2 ամիս հետո բերես նստացրեց ամբողջ ջերմուկի վրա 19 թվին հրաշալի խոսակցություն եմ ունեցել ջերմուկում բանը հանգստանում էինք ջերմուկում ու տաքսի վերցրեցինք գնում էինք բան դեպի Կեչուտի ջրամբար ու տաքսիստի հետ խոսում ենք գանգատվում ա որ ես սաղկյանք բան ես իմ ինչ տեխնոլոգ եմ ստիպված տաքսի եմ քշում ես կոմենքում ասում խի որտեղ էիր աշխատում այդ հանքում տղես էլ էր բան անում ապրում այդ հանքը փակել են մնացել են առանց գործ ու դա ասում իսկ ասում այդ հանքի փակելու միտինգներին մասնակցել ես բա ոնց Նիկոլին ձեն տվելուց իհարկե ուրիշ ձևով ասում ընկեր կապ չես տեսնում որ քո հիմա տաքսի քշելու գործազուրկ լինել դու ես արել ուղիղ բխում է նրանից որ դու 18 թվին ճամփայեր փակում Նիկոլը էր զառանցում ու հետո պահանջեցի որ այդ ձեր հանքը փակեն էս են